բավական եմ նայել, երկու բանի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել։ Ոնց որ թե պետք է ուրախանանք։ Իրականում ինչ է տեղի ունեցել, տեղի ունեցել խախտում եղել է բոլորի աչքի առաջ, խախտումը նկարագրել են, արձանագրել են, բարձրաձայնել են առաջին գիշերվանից սկսած։ Լռություն, դե ինչ կա, ոչ մեկը չի ասում խնդիր ենք տեսնում, տարածքային հանձնաժողովը խնդիր չի տեսնում, ոչ մեկը խնդիր չի տեսնում, կառավարական թեկնածուները չեն բարձրաձայնում, մինչև որ պարզ է դառնում, որ վերահաշվարկի արդյունքում 3 օպոզիցիոն ուժերը անցնում են ազգային ժողով։ Այդ ժամանակ տեսնում են խախտումը արձանագրում են կենտրոնական ընտրական հանձնաժողովը ու դրա արդյունքում անվավեր է ճանաչում ըստ էության երկու ընտրատարածքային հանձնաժողովների որոշումը հիմա կանդրադառնամ, սա առաջին խնդիրն է։ Հիմա մենք փորձում ենք հասկանանք լավ, այս որոշումը իրավաչափ է թե ոչ։ Այս որոշումը ակնհայտորեն ունի խնդիրներ հիմնավորվածության հետ կապված, որովհետև հողում է անում 48 պրիմ 1 այսպես կոչված հոդվածին, որը իրավունք չի տալիս վերանայել արդյունքների որոշումները։ Այսինքն այդ վերադասության կարգով վերանայելու շրջանակներում ինքը կարող է դիտարկել այլ որոշումներ, բայց ոչ արդյունքների որոշումները, ինտերնետում բավականին շատ արդեն գործընկերները գրել են, այսինքն որ որոշումները չի կարող վերանայել, դա այս ենթադրվում է դրանցից մեկն է։ Միևնույն ժամանակ, երբ որ փորձում ենք հասկանանք ինչն են անվավեր ճանաչել, ըստ էության անվավեր են ճանաչել ընտրատարածքային հանձնաժողովի այն որոշումը, որը որոշում չի գրառում Նագրանց Համատյանով, որով արձանագրվել է, որ խախտումները չեն ազդել արդյունքների վրա։ Կարող եք բացել քննչական կոմիտեի կայքը եւ տեսնեք քանի հատ վարույթ է նախաձեռնվել այս դեպքի առթիվ 0։ Քանի հոգու գույքն են ուզում բռնագանձեն այս դեպքի առթիվ 0։ Այսինքն սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, ընդ որում չեմ պնդում, որ պետք է լիներ, ես պնդում եմ, որ մնացած դեպքերում էլ չպետք է լիներ, եթե դիտավորությունը, մեղավորությունը չի հաստատվել եւ այս կողմնակալ հրապարակայնությունն էլ պետք է չլինի։ Հետեւաբար այս պահին դիտարկվում է, չի դիտարկվում, այսինքն աշխատում ենք հիմա բողոքների վրա այս որոշումների, ակնկալում ենք, որ պետք է լինի, եթե այս որոշումները կամ պետք է բեկանվեն, կամ պետք է լինի վերաքվեարկություն այս երկու տեղամասերում, կամ պետք է լինի ընդհանուր վերաքվեարկություն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։